Տարբեր տարիքի մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդիկ կրթվել են նորաձև շարժման շրջանակներում, այս անգամ Արտաշատում են հավաքվել։ Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, եւ ինչպես վստահ են Իմ քայլը հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Հենց այդ գաղափարի զարգացմանը նպաստելու նպատակով էլ բեմում այս անգամ եւս երկու բանախոսություն է ներկայացվում։ Ներկաները նախ լսում են վարչապետի տիկնոջ «Մնացել ենք 5-րդ դարում» խորագրով ելույթը, ստանում մի շարք հարցերի պարզաբանումներ ու հետո հանգում նաև այսպիսի եզրակացության։ Մենք ինքներս պետք է վերափոխենք մեր երկիրը ու մտահոգվենք ու կարծում եմ այսօր այն ինչ որ ունենք, դա գալիս է նրանից, որ մենք ինքնակրթված չենք։ Այսինքն երկիրը գնալու է կործանման, ես այդպես եմ կարծում, եթե մենք շարունակենք այսպես մտածելով ամեն մեկս ինքներս մեր շահի մասին։ Պետք է ավելի շատ աշխատենք ու կրթենք մեր երեխաներին ու փորձենք մի փոքր մտածել մեր երկրի բարության մասին։ Այս շարժման մասին իրենք ներկաները խոստովանում են, տարբեր հակասական կարծիքներ են լսել։ Նաև հենց դրա համար են եկել, որ իրենց աչքով ու ականջով տեսնեն ու լսեն, թե ինչի մասին է կրթվել է նորաձև շարժումը եւ ինչ ուղերձներով է այն իրականացվում։ Այսօր այստեղ գտնվելով համոզվեցի, որ վարչապետի տիկինը Աննա Հակոբյանը մեխը դրված էր հիմնականում կրթության վրա, որ մենք ինքներս մեզ փոխենք, փորձենք կրթվել եւ աշխարհին փորձենք ուրիշ աչքերով նայել եւ անընդհատ շեշտադրվում էր մեր անցած պատմության վրա, մեր 5-րդ դարից սկսած մեր պատմիչների վրա, այսինքն այդ շարժումը ամբողջովին նրա մասին էր, որ մենք պետք է չմոռանանք որտեղից ենք եկել, ինչ դժվարություններ ենք անցել եւ փորձենք ամեն օր ինքներս մեր վրա աշխատելով գնանք ավելի դեպի առաջ, գնանք լուսավոր ապագա, մեր երեխաներին էլ փորձենք կրթել ավելի ճիշտ ձևով։ Հիմնականում այդ հասկացա, որ Արտաշատում հավաքվածներն էլ հասկանան, թե ինչ ասել է իրական Հայաստան, վարչապետն այստեղ եւս ներկայացնում է այդ խորագրով իր բանախոսությունը, շեշտելով հայրենիքի եւ պետության մասին իր առամերժ ընկալումները, դարձյալ այդ ամենում ընդգծելով կրթության առանցքային դերը։ Հատկապես ուզում եմ առանձնացնել պարոն Փաշինյանի միտքը, որ եթե ցանկանում ենք վերափոխվել, մենք պետք է պատրաստ լինենք ոչ թե առաջինը վերափոխել աշխարհը, այլ պետք է առաջինը պատրաստ լինենք վերափոխելու մեր կյանքը, հետո երկիրը, հետո նոր աշխարհը, ոչ թե աշխարհից պահանջենք վերափոխվել, այլ ինքներս ցանկանանք վերափոխվել։ Ինչու եմ կարևորում կրթվել է նորաձև շարժումը եւ ինչու եմ հենց կրթությունը համարում նորաձև մեր օրերում, քանի որ եթե չլինի կրթությունը, մենք չենք կարող առերեսվել իրականության հետ ու ընդունել մեր սխալները։ Սա առաջին դեպքն է, երբ որ պետության առաջին դեմքի եւ առաջին տիկնոջ մակարդակով դրված է կրթությունը կարևորելու այս ուղենիշային սանդղակը, որը մինչ այս չի եղել եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է ձգտի համակայլ գնալ։ Այս բանախոսություններով եւ ուղերձներով կրթվելը նորաձև շարժումն առաջիկայում նաեւ Մարալիկում, Աշտարակում եւ Մարտունիում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։